Բարև ձեզ, Ալակատուն TV-ում լուրեր ատպականն է, ձեզ հետ Լիթ Համբարձումյանն է։ Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն ուսումնական տարվա ավարտին Մարպետ Սերգեյ Մովսիսյանի անունից պատվոգրեր եւ խորհրդանշական նվերներ հանձնեց Արարքական օլիմպիադաներում առաջին 3-րդ տեղերը զբաղեցած ու գովասանագրերի արժանացած մարզի դպրոցականներին։ Տեղի ունեցավ հերթական խրախուսական հանդիպումը, որի առաջադեմ աշակերտների հետ միասին ներկա էին նաեւ նրանց դպրոցների տնօրենները։ Մարպետը ողջունի խոսքում վստահություն հայտնեց, որ ուսման մեջ առաջավոր եւ բարձր մոտիվացիա ունեցող աշակերտներին փայլուն ապագա է սպասվում եւ նրանք դառնալու են պետության զարգացման ու առաջընթացին նպաստող մասնագետներ։ Դուք բար օրինակ եք մյուս աշակերտների համար եւ լիահույս եմ, որ առաջիկա տարիներին օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած մեր աշակերտների թիվը ավելի է մեծանալու, ասաց Սերգեյ Մովսիսյանը։ Մարպետի զրույցում տնօրենները նշեցին, որ մարզի ղեկավարության կողմից կրթության ոլորտին ցուցաբերվող ուշադրությունն ու աջակցությունը խրախուսում են թե մանկավարժների, թե սովորողներին։ Մարզպետը նաև ընդգծել, որ կրթության ոլորտում մարզի ցուցանիշների բարելավման ուղղությամբ շարունակվելու է հետևողական աշխատանքը։ Աշտարակ համայնքի Շամիրան Դպրևյան բնակաբարերի միջև վկա ճանապարհահատվածում անցկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը։ Մասնակցեցին մարզի 70 ուսումնական հաստատություններ։ Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. առաջին տեղ Հարթավանի միջնակարգ դպրոց, երկրորդ տեղ Ագարակի միջնակարգ դպրոց, երրորդ տեղ Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոց։ Արագածոտնի մարզը խճուղավազքի հանրապետական առաջնությունում կներկայացնի Հարթավանի միջնակարգ դպրոցի թիմը։ Իսյանի անվան արվեստի համայնքական մրցույթ փառատոնին մասնակցեց Թալիի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնիսան Ազնիվ Հովհաննիսյանը, արժանանալով երկրորդ կարգի մրցանակի, դասատու Մարինա Հայրապետյան։ Խաչատուր Ավետիսյանի անվան արվեստի համայնքական մրցույթ փառատոնին մասնակցեց Թալիի երաժշտական դպրոցի սան Լիլի Դավթյանը եւ արժանացավ երկրորդ կարգի մրցանակի, դասատու Աննա Ղուկասյան, նվագակցող Հասմիկ Շատոյան։ Երաժշտական դպրոցի սաները մասնակցեցին Art Pro Music Fest համայնքական մրցույթ փառատոնին եւ վերադարձան մեծ հաղթանակներով, զբաղեցնելով առաջին տեղը եւ արժանանալով հատուկ մրցանակների ու ժյուրիի համակրանքին։ Մրցանակակիրներն են Թալիի երաժշտական դպրոցի շնորհալի սաներ Դավիթ Մեսրոպյան Զուռնա, Սարգիս Մկրտչյան Դամ, Ալեն Ղազարյան Դահոլ։ Աշնակում մեծ շուկով նշվեց աշնակի 60 պարային համույթի հիմնադրման 100-ամյակը։ Տոնական միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Տավրոս Սափայանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, ոլորտային պատասխանատուներ, հյուրեր եւ բազմաթիվ բնակիչներ։ Հոբելյանական ազգեղեցիկ միջոցառումը համախմբել էր տարբեր սերունդների մերկարգի տակ, արժևորելու հայկական ազգային պարը, մշակույթն ու ավանդույթները։ Միջոցառման ընթացքում հնչեցին ազգային երգեր ու ներկայացվեցին հայկական պարավեստի լավագույն կատարումները, ստեղծելով իսկական տոնական մթնոլորտ։ Աշնակի 60 պարային համույթը մեկ դար շարունակ պահպանել եւ ծերուններին է փոխանցել հայկական մշակութային արժեքները, դառնալով աշնակի եւ Թալին համայնքի մշակութային կյանքի կարևոր խորհրդանիշներից մեկը։ Հանուն ապագայի հիմնադրամի դաշնակահար Հարություն Ասատրյանը մասնակցել է Ռավել Ավարս իմս միջազգային երաժշտական մրցույթին եւ արժանացել ոսկե մրցանակի։ Նշենք, որ Հարությունը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախապատրաստական բաժնում, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարանում։ Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի կլարնետահար Արշավի Գասպարյանը մասնակցել է Best Classical Musical Awards միջազգային երաժշտական մրցույթին եւ արժանացել պլատինե մրցանակի։ Նշենք, որ Արշավիրը սովորում է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում Արմեն Սահակյանի դասարանում։ Արվեստի միությունում տեղ ունեցավ Զարա Ջանիբեկյանի «Իմ տան գույները Հայաստան» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։ Ներկայացված է նկարներ յուղաներկով կտավի վրա։ Ցուցահանդեսի բացումը կայացավ նկարչուհու Պապիկի Հայ խորհրդային թատրոնի եւ կինոյի հայտի դերասան, Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության ժողովրդական արտիստ, Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության պետական մրցանակի դափնեկիր Գուրգեն Ջանիբեկյանի 129-ամյակի օրը։ Ցուցահանդեսը նվիրված է Զարա Ջանիբեկյանի մայրիկին, ում սերը, ուժը եւ առաջնորդությունը հիմնարար դեր են խաղացել դստեր դաստիարակության արժեքների ինքնության եւ գեղարվեստական ուղու ձևավորման գործում։ Նարեկացի արվեստի միության ցուցահանդեսների համադրող արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում ասաց, որ Զարան համարձակություն է ունեցել իրականացնել իր բաղեմի երազանքը, ինչի արդյունքում ծնվել են ցուցասրահում ներկայացված բազմազան ստեղծագործությունները։ Ցուցահանդեսի բացմանը ժամանած բազմաթիվ հյուրերին ողջունել նաև Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը եւ շնորհավորելով Զարային Նարեկացի արվեստի միության կողմից հուշանվեր հանձնեց։ Զարա Ջանիբեկյանը ժամանակակից նկարչուհի է, ում աշխատանքը կամուրջ է ստեղծում ավանդույթների եւ նորարարության միջև
համատեղելով դասական տեխնիկական ժամանակակից թեմաների հետ։ Իր գեղարվեստական ուղուն զուգահեռ Զարան կարիերա է արել բժշկության եւ հանրային առողջապահության ոլորտներում, նա մանկաբույժ է։ Մեծանալով արվեստագետների ընտանիքում նրա հայրն ու պապը խորհրդային միության հայտնի դերասաններ էին։ Զարան մեծացել է ստեղծագործական շրջապատում։ Բժշկությունն ու արվեստը միշտ եղել են նրա երկու հիմնական առաջնահերթությունները։ Հաճախելով Grand Arts արվեստի կենտրոնի 4-ժամյա ծրագրին, Զարա Ջանիբեկյանը կարողացավ իրականացնել իր վաղեմի նպատակը՝ ստանալով դասական արվեստի կրթություն։ Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 22-ը։ Սպորտային նորություններից մայիսի 10-ից 13-ը տեղի ունեցավ ծանրաբարտի պատանիների մինչև 15 տարեկանների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցեց Ապարան համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի սան Մարիամ Արամյանը 70 կգ քաշային կարգում երկամարտի 164 կգ արդյունքով գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնական թվականին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցեց Աշխարհակի մարզադպրոցի սան Պապիկ Նեսիսյանը։ 70 կգ քաշային կարգում նա նվաճեց 3-րդ լավագույն տեղը, մարզիչ Արթուր Բաղդասարյան։ Նյութերը տեղադրվել են Արագածոտնի մարզպետարանի, Թարնինի համայնքապետարանի, Թարնինի երաժշտական դպրոցի, Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի, Նարեկացի արվեստի միության, Աշտարակի մարզադպրոցի և Ապարան համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի ֆեյսբուքյան էջերից։ Քանը մեր լրատվությունը սպառվեց։ Ես ձեզ մաղթում եմ հաճելի օր, ցտեսություն։